Խաղացին ձեզ Աստծաշելի ժողովուրդ։ Խաղացին ձեզ։ Նույնպես պատասխանենք հարցին ուղղել շատ հետաքրքիր, բայց չէ որ մեկ օր հափշտակություն է լինելու բառացիորեն։ Բառացիորեն, այսինքն բառացիորենը մենան ինչ ես կարծում, ինչ նկատի ունի հարցնողը։ Բառացիորեն ոնց որ գրված է։ Բառացիորեն գրված է, պետք է լինի հափշտակություն դրու համար։ Սիրելի հարցնող, սիրելի քուրեր եւ եղբայրներ, ես այս հաղորդումը բացելուց առաջ YouTube-յան էջում կազմակերպել։ Այսինքն ոչ թե առաջ, այլ այդ օրվանից ինչքան որ քարոզություն կա, ինչքան որ խոսում ենք, ես խոսում եմ որ Աստված հոգի, Աստված սեր է։ Բառացի օրենը սպանում է, միշտ այդ համարյա ամեն բանի ժամանակ ասում եմ, էլի գիրը սպանում է, գրված է։ Գրով մենք չենք կարող ասում պաշտեն, գրված է ամբողջ հռոմեացիների գլուխը։ Գիրը գրված է, սուրբ է, կատարյալ է։ Եթե հոգիով հասկանանք, Աստված հոգի է, Աստված ոնց պետք է խոսար մեր հետ, եթե ոչ գրով։ Իսկ գրի լեզու ունի, հոգևոր լեզու ունի։ Ասում է հին ուխտի վրա քողը գցված, այսինքն հին է, ես եթե չեմ հասկանում։ Քրիստոսը առակերպել եմ ասում իր աշակերտներին կամ բոլորին։ Սերմնացանի առակը կամ մի կին 3 գրիվ ալուրի մեջ թաքցրեց թթխմորը եւ այլ երկնքի արքայության մասին տեսանելի ձևով խոսում էր ինքը, գրով խոսում էր։ Աշակերտները չէին հասկանում, հարցնում էին, ի՞նչ է, բացատրես առակը։ Հասկանում եք Աստվածաշնչի ամեն մի խոսքը բացատրություն ունի, հոգևոր բացատրություն ունի։ Գրվածը գրված է, ի՞նչ բացատրես։ Այսօր եղբայրները որ քարոզում են, ամեն եկեղեցիներում քարոզում են, խոսում են։ Եթե գրված է խենք խոսը, թող դպրոցի պես հանձնարարություն տան, այս ինչ գլուխը, այս ինչ տեղը կկարդակ, հեկուս կգաք կպատմեք։ Դե թող տենց ասեն։ Ինչ են մեկնաբանը, ինչ են մանրացնեմ, խորանում այդ գրվածքի մեջ։ Որտեղ հոգևոր բան են ուզում անեն։ Պողոս Արաքյալն ասում է, քողը քծված այդ գրի վրա։ Քրիստոսով այդ քողը վերցվում է։ Քող ի՞նչ է, ծածկոց։ Կարդում եմ, բայց չեմ հասկանում։ Այ քեզ բան, երկնքի արքայությունը ինչ կապ ունի այն կնոջ հետ, որ իր գրի վալուր էր շաղան, որ հաստղեր։ Երկնքի արքայությունը նման է դրա։ Որ թթխմորը դրեց այդ ալուրների մեջ, մինչև բոլորը թթխմորվավ։ Ինչ կապ ունի երկնքի արքայությունը դրա հետ։ Ծածկված է, քողը դրա վրա գցված։ Բայց Քրիստոսը հանեց այդ քողը։ Քրիստոսով հանվում է օծությունով, սիրով, արդարության տեսանկյունով, արդարության բանով հանվում է այդ քողը, վերացվում է։ Կինը ցանկությունն է մեր, 3 գրիվ ալուրը մարմին հոգի եւ շունչ, մեր ամբողջն է դա։ Թթխմորը Քրիստոսի խոսքն է, օծության սիրո խոսքն է, մանարխի հատիկի չափ խոսքն է։ Երբ որ մեր մեջ անգնում, ամբողջ մեր մարմինը, հոգին, շունչը, մարմինը թթխմորվում է սիրով։ Բացատրությունը սրա, հոգևոր մեկնությունը։ Եթե ոչ կնանիքը կարար շաբաթը մեկ ալուր անել, երկնքի արքայության մեջ է այսօր։ Արուլ արեցի 3 գրիվ ալուրը թթխմորվեց։ Սա հակառակ ասուն, հասկանում եք, չի բանանում։ Ես կարդում եմ Հռոմեացիների 8-րդ գլուխ 5-ից 9 խոսքերը։ Թեև շատ անգամ եմ այս տեղերը կարդացել, չեմ ձանձրանում, նորից կկարդամ, սիրելի հարցնող, սիրելի քրիստոնյա, եթե դու քրիստոնյա ես, դու հոգի ես, մարմին չես։ Եթե հոգի ես, հոգին ու մարմինը առանցին տարբեր բաներ են։ Հոգին անտեսանելի է, հոգին սիրում է, հոգին ամենակարող է, ամեն ինչ անում ու հասնում է իր արածին, բայց մարմինը չի կարող, սահմանափակ է։ Մարմինը հակառակը վնասելու բան ունի, նեղացնելու հատկություն ունի։ Տեսեք Հռոմեացիների 8-րդ գլուխ 5-րդ խոսքը, 5-ից մինչև 8-ը։ Որովհետև մարմնավոր լինողները մարմնի բաներն են մտածում։ Ես մարմնավոր եմ, որ մարմնի բաներն եմ մտածում, բառացիորեն հափշտակություն անելու, չէ՞, հափշտակության մասին էր։ Հա։ Բառացիորեն գրված է։ 2000 տարի առաջ գրվել է այս գիրքը, մինչև այսօր մարդիկ սպասում են բառացիորեն հափշտակությանը։ Ոնց կլինի, մահացե գնացել են, վաղը մենք էլ կարող այդ հափշտակությունը չտեսնենք, անցնենք, մեր թորներն էլ չտեսնեն, ոչ մեկ չգիտի այդ մասին։ Բայց Աստվածաշունչը բոլոր մարդու համար է։ Անցած հաղորդման ժամանակ մենք խոսացինք, որ հալի է Աստվածաշունչը։ Երբ որ կարդում ես քո մեջ, դու պետք է տեսնես այդ հափշտակությունը։ Հափշտակությունը, սիրելիներ, նայեք, մի փոքր հափշտակության մասին ասեմ, նոր կարդամ եմ, շարունակեմ այս գրվածքը։ Հափշտակել ինչ է նշանակում, բառացիորեն հափշտակել։
ես ուզում եմ հասկանանք բառացիորեն հափշտակությունը ինչա նշանակում, հետո նոր դրա վրայի քողը վերցնենք։ Հայտությունը արդեն ստանանք, արդեն ճշմարտությունը հոգեով հասկանանք։ Հափշտակությունը նշանակում է ինչ որ մի բան հափշտակես, այսինքն զորով գողանաս։ Թրցնես։ Հայ հափշտակող գայլը ոնց է, չոբանից թակուն կամ գիշերը մտնում է գոմը, հափշտակում է, հափշտակող գայլեր են ասում։ Հափշտակել թակուն գողանալ բանանել։ Իրանով անել, ասենց ասած։ Էդի տեղում սեկունդներ, վայրկյաններ։ Հա, մարդի ներսի աշխարհում։ Տեսեք, հափշտակությունը, երբ որ ես կամ ինչ-որ մի հատ հավատացյալ, դու կամ բոլոր ինչ-որ մեկը մտածում եք չար բան անեն, կարող է սրան տեսիս, ինչ վատ մարդ է, հեսա այդում եմ նորից եմ ես խոսք ուզում կրկնեմ, հեսա այդում եմ պորտը տեղը դնեմ։ Սենց հայկական բան ունենք, չէ՞ մեզի։ Խոսակցաձև, ակցենտ, հա։ Ու հլնում եմ ես, որ չարությունն անես, կոպտես իրան, որովհետև քեզ վատ բան արեք, քո մասին բան փասել է, դու լսել ես, մի խոսքով այդ մեզ վրեժ լուծես, հետո եմ հեսա սենց անեմ։ Այդ մեզ վատ քայլի, բայց Աստված քո սիրտը տենալով հափշտակում է քեզ, չի թողում որ դու այդ վատ քայլն անես։ Գալիս է այդ պահը որ պետք է անես, Աստված հափշտակում է դնում է սիրո մեջ, այդ մեզ սկսում է սիրով խոսալ իր հետ։ Այս այ է հափշտակությունը, սիրելի քուրս, սիրելի հարստվող, սիրելի եղբայրս։ Որ ուզում ես մի վատ բան անես, բայց չես կարող անես։ Տերը հափշտակում է քեզ։ Հավ զորով քեզ քո արածը հափշտակում դնում է սիրո մեջ, դու սկսում ես իր համար աղոթել, դու սկսում ես իր համար բարի ու լավը խոսալ։ Հափշտակություն իմաստը սա է։ Իսկ գիր, գրով առաջնորդվող, գրով պաշտող ասուն մարդիկ մտածում են, հեսա հափշտակություն ալնելու, հեսա Տերը սենց հափշտակելու ամեզի երկինք տանելու, առեղծվածային, հեքիաթային մի հատ ձևով են մտածում։ Ինչ եմ ասում հեքիաթային, առեղծվածային, որտեղ Պողոս առաքյալն ասում է առասպելներից հեռու մնացեք, հրեական առասպելներից հեռու մնացեք։ Դա առասպել է հափշտակի, Աստված ռեալ է, կենդանի է։ Մինչև այսօր չի կատարվի դա ֆիզիկապես մարմնավոր։ Հակառակը հոգևոր է միշտ կատարվում մեր կյանքում։ Աստծո մոտ ժամանակ չկա։ Այս խոսքերը գրված է 2000 տարի առաջ։ Այսօր ինձ հափշտակեց, ես այսօր մեկը սիգնալ տվեց ինձ, ասենց ուզում եմ կոպիտ խոսայի, ես էլ սիգնալ տայի, ինքն էր մեղավոր, ինքն էր սխալ, բայց Աստված հափշտակեց ինձ, համբերություն, խաղաղություն եկավ իմ վրա, ես օրտեցի իրան ու քշեց իմ ճանապարհն եկա։ Սա է հափշտակությունը։ Ուզում ես կիսուրիդ լեզուդ հարցնես, հափշտակում է Աստված, աղոթում ես իր համար։ Կիսուրն ուզում է հարսին կոպիտ խոսքեր ասի, հափշտակում է Տերը իրան, բարի բաներ ասում հարսի հանդեպ։ Մտածում ես մի չար բան պետք է անես, հափշտակում է Աստված, սա է հափշտակությունը, որը կատարվում Աստծո խոսքը մի կետ կամ նշանագիր չի անցնի։ Աշխարհը կանցնի, բայց դա չի անցնի։ Իսկ մեր աշխարհը մենք մահանում ենք, մեկ չի կատարվում մեր հետ։ Այդ մարմնավոր տիպի հասկացողությունը, որ մարդիկ տենց են հասկանում։ Հոգևոր սա է, սիրելի հարստվող, սիրելի քույրս եւ եղբայրս։ Լավ, շարունակեմ, տեսեք, նորից եմ կարդամ 5-ից։ Որտեղ մարմնավոր լինողները մարմնի բաներն են մտածում, իսկ հոգևոր լինողները հոգու բաները։ Որտեղ մարմնի խորհուրդը մահ է եւ հոգու խորհուրդը կյանք եւ խաղաղություն։ Որովհետեւ մարմնի խորհուրդը Աստծո դեմ ճշտամություն է, որտեղ Աստծո օրենքին չի հնազանդվում եւ կարող էլ չէ, եւ նրանք, որոնք որ մարմնով են, չեն կարող Աստծուն հաճելի լինեն։ Բայց դուք մարմնով չեք, այլ հոգով, եթե Տիրոջ հոգին ձեր մեջ է բնակված։ Ինչ, մեկ մարմնով չեք։ Պողոս առաքյալը ում որ ասում էր հռոմեացիների թղթում, հռոմեացիների որ իրանք մարմնով չէին, դուք մարմնով չեք, այլ հոգով։ Չէ որ հոգևորը գրված, մենք մարմնով չենք վարվում, այլ հոգով ենք վարվում։ Սիրելի քույրս եւ եղբայրս, եթե ձեր ֆունդամենտը, ձեր հիմքը լինի հոգին, սերը Աստվածային, այս քողը ձեր առջև կբացվի։ Դուք լրիվ կհասկանաք Աստվածաշունչը։ Ձեր ներսի աշխարհը սենց, այսպես կփոխվի մի անգամից, կասես, վայ, ես ատում եի սրանց, հիմի սիրում եմ։ Մեկը քո քեզի հունից կհանի, դու կհամբերատար կաղոթես իր համար։ Եթե հանգարց համբերություն տեր կորսվի, Աստված քեզ կհափշտակի ու կդնի զղջման մեջ, որ դու զղջաս դրա համար։ Սա է հափշտակությունը։ Ուզում եմ Կորինթացիների, առաջի Կորինթացիների 2-րդ գլխից էր կարդամ, ամենքի շինության համար ու մենա երևի ավարտենք։ Ինձ թվում է պարզ այլի, ես չգիտեմ սրանից պարզ
թե որտեղ ամբողջ Աստվածաշունչը եթե նայենք, չէ, այնքան հակասական բաներ կան, այնքան բան կա, որ մարդիկ ասում են, «Էդի հին ուխտում էր, էդի Կորինթացիներին էր վերաբերվում»։ Ոչ, Աստված երեք հասյուր հավիճան նույնն է։ Հիսուսն իր բերանով ասեց, բոլորը կկատարվի, մի կետ կամ նշանագիր չի կորսվելու։ Հայտության գրքի մեջ գրված է, ով ավելացնի կամ պակասեցնի, բայց մենք պակասեցնում ենք, Աստվածաշունչի կեսը պակասեցնում ենք։ Էդի մեզի չի վերաբերվում, սխալ է դա հասկացողության հետ է կապված։ Իսկ Մարգարեն հին ուխտի մեջ ասում է, իմ ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով կորսվում է։ Գիտություն է պետք, աստվածային սիրո գիտություն է պետք, որ չկորսվենք, որ հոգու հիմքի մեջ մնանք, որ Տիրոջ կամքը կատարենք, որ իմանանք մեղանչեցինք Տերը ներելու է, որ իմանանք մենք եթե չմեղանչեցինք, չհասավ էր գործը դրան, սրբվանք մենք արդեն, երանելի ենք երկնքի արքայության մեջ ենք։ Մի անգամ ես բառը ես օգտագործեցի երկնքի արքայության մեջ ենք, դու ինչ ես ասում, երկնքի արքայությունը պետք է տանք երկինք նոր։ Հիսուսն ասեց, ձեր մեջ փնտրեք, ստենդեմի փնտրեք երկնքի արքայությունը։ Միթե Հիսուսի ասած օդի միջի բառեր են, ես չեմ հասկանում։ Արեք կարդամ Կորինթացիների մեջ գրված 2-րդ գլուխ 6-7-րդ խոսքերը։ Առաջի Կորինթացիների 2-րդ գլուխ 6-7-րդ խոսքերը։ Բայց իմաստություն են խոսում կատարյալների հետ, եւ ոչ թե այս աշխարհի իմաստությունը, եւ ոչ էլ այս աշխարհի իշխաններինը, որ պիտի խափանվեն, այլ Աստծո ծածուկ իմաստությունն են խոսում խորհրդով։ Հիսուս Քրիստոսը, որ այն առակներն ասում էր, խորհրդով էր խոսում, խորհրդով էր ասում, որ Աստված հավիտենից առաջ սահմանեց նրան մեր փառքի համար, որ այս աշխարհի իշխաններից ոչ ոք չճանաչեց, քանզի եթե ճանաչած լինեին, փառքի Տիրոջը խաչը չէին հանի։ Աշխարհի, այսինքն անհավատ մարդկանցից ոչ մեկ չճանաչեց։ Լրիվ ասում են հիմար են այս հավատացյալները։ Ոչ թե մի երեսի խփում են, մյուսը դարձրա։ Հիմար են սրանք։ Չեն կարող հասկանալ դրա խորհուրդը։ Այս ապտակի մասին չի։ Խաչ ելան Քրիստոսը, մենք Քրիստոսի հետ խաչ ելանք։ Ծիծաղում են, դու ես խաչ ելե, Քրիստոսը եփայել է, դու ես ելե, ինչ խաչ։ Բայց ոչ, հոգևոր իմաստով իրանց համար հիմարություն է դա, բայց մեր համար կյանք ու խաղաղություն է։ Որտեղ երբ որ ես մեղքից ազատվեցի, խաչ ելա Քրիստոսի հետ, օծության հետ, խոսքի հետ, խոսքը կատարեցի ես Աստծո։ Նույն գլխի 14 խոսքն էլ կարդամ ու ավարտենք, սիրելի քուրեր եւ եղբայրներ։ Բայց շնչավոր մարդը Աստծո հոգու բաները չի ընդունում, որտեղ նրանք հիմարություն են նրա համար, եւ չի էլ կարող գիտենալ, որտեղ հոգևոր կերպով են քննվում։ Հենց նոր ես ասեցի այդ մասին։ Հոգևոր կերպով է քննվում Աստծո խոսքը։ Հաստվողը սիրելի է, հաստվող, դու գրել ես, որ բայց չէ որ բառացիորեն մի օր պետք է լինի դա։ Բառացիորեն է կատարվելու։ Իսկ դες դու կարդացի բառացիորենը չի, հոգևոր է։ Բառացիորենը չգիտեմ, այսքան խոսալու բացատրելուց հետո, եթե էլի նորից ինչ որ բան կառաջանա ձեր մոտ, բա ոնց, բաստեղ էլ սենց է գրված, բայց այնպես խնդրում եմ մի ամաչեք մի քաշվեք։ Գրեք, զանգեք, կպատասխանեմ ես բոլոր ձեր հարցերին։ Չկա մի հատ հարց ծածկված ասո Քրիստոսի հավատացողի համար։ Մի հատ հարց, մի հատ ծածուկ բան գոյություն չունի։ Այսօր ես եթե մի բան չեմ հասկանում, բայց այդ ճանապարհի վրա եմ, ես ուղիղ եմ այդ մեծ ճանապարհի վրա։ Որտեւ եթե հասկացա այդ, որը որ չէի հասկանում, վաղը մի քանի բան եմ գալու իմ առաջը, որ դրանք չեմ հասկանում։ Այսինքն փառքից փառք, խորությունից խորություն Աստվածաշունչը։ Վերջ չկա սրա։ Ես ուզում եմ, որ բոլորս էլ առաջի ճանապարհի վրա հաստատունու հիմնված լինենք։ Մեր հիմքը, որի վրա կառուցելու ենք այդ տունը, թող լինի սերը, թող լինի հոգին Աստված հոգեոր ձևով կառուցել։ Ինչ ժամանակ դուք ինքներդ կլինեք ճանապարհի մեջ, Տիրոջ ճանապարհի մեջ։ Իսկ Տիրոջ ճանապարհը ուրախություն, խաղաղություն, երջանկություն, արդարություն է։ Իսկ աշխարհի ճանապարհով օրենքով, գրով որ դու զենաս այդաս առաջ, կանգնած տեղը կդոփես անընդհատ, առաջ չես կարող այդաս։ Ես հիշում եմ 35-6 տարի է արդեն հավատում եմ, հավատի մեջ եմ։ Այդքան ժամանակ ասում են, կինը գլխին պետքա շորքցի, մինչև այսօր ասում են։ Մինչև այսօր այն ժամանակ հարցնում էին, այդ ինչ նշանակություն ունի, գրվածա կատարա, մի հետաքրվիկ, մի խորացի, մի փիլիսոփայա, գրվածա կատարի ու մինչև այսօր նույնն են ասում։ Փառքից փառք չկա, գիրը նույն ձևի կա ու մնում է։ Բայց գրի տակի հոգին փառքից փառք է այդ մտիրոջ մոտ։ Հավիտենականություն։ Լավ, այսքանով Մելանիա երևի ավարտենք։
խնդրում եք, եթե իրի հարցեր կառաջանան, գրեք, զանգեք, սիրով կպատասխանենք։ Մնաք Աստծո խաղաղության մեջ։ Ամեն։